Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալությունը հայտարարել է 150 հազար լարի համաֆինանսավորման դրամաշնորհային ծրագրի 20 հաղթողների անունները։ Նրանց ընտրել են համաֆինանսավորման դրամաշնորհային ծրագրի համար հատուկ ընտրված արտասահմանյան փորձագետները։ Հատկանշական է, որ սկզբնապես 150 դիմորդ ցանկություն է հայտնել մասնակցել համաֆինանսավորման դրամաշնորհային ծրագրին։ Նրանք իրենց բիզնես գաղափարների վերաբերյալ հայտեր են ներկայացրել grants.gov.g էլեկտրոնային պորտալի միջոցով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության անդամների և Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլիի հետ միասին ծանոթացել է Քոբուլեթիի Չելը Արենա դաշտի վերանորոգման գործընթացին։ Վերանորոգողական աշխատանքների առաջին փուլի շրջանակներում փոխվել է դաշտի մակերեսը։ Երկու փոքր մարզադաշտերում տեղադրվել է լուսավորություն, մասամբ վերանորոգվել է տրիբունաները և վարչական շենքը։ Ենթակառուցվածքային նախագծի երկրորդ փուլը, որը ներառում է լուսավորության և տրիբունաների տեղադրում, կավարտվի տարեվերջին։ Նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 3 միլիոն լարի։ Վրաստանի ազգային բանկը հայտարարություն է տարածում դատախազությունում խոշոր չափերի փողերի լվացման փաստի վերաբերյալ ընթացիկ հետաքննության մասին։ Վրաստանի ազգային բանկը օրգանական օրենքով տրված մանդատի շրջանակներում ակտիվորեն համագործակցել է համապատասխան մարմինների հետ ապօրինի եկամուտների ենթադրյալ օրինականացման փաստի վերաբերյալ և ներգրավված է հետաքննության գործընթացում։ Օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն հետաքննությունը ժամանակին տրամադրվել է պահանջվող տեղեկատվությունը և ձեռնարկվել է համապատասխան վերահսկողության միջոցառումներ։ Ազգային բանկը շարունակում է վերահսկել արժույթի փոխանակման կետերը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների ռեժիմների պահանջների կատարման առումով։ Ընդդիմության մի մասը հանրությանը ներկայացրել է այսպես կոչված խաղաղ տապալման ծրագրի նոր մանրամասները։ Նշվել է, որ ընտրությունների օրը բողոքի ցույցերը իրականացվելու են 3 տարբեր վայրերում։ Նույն օրը հանրությանը կներկայացվի նաև նախարարների կաբինետը։ Այս ծրագիրը արձագանքում են ընդդիմադիր կուսակցությունները նման հայտարարությունները անվանելով անհիմն։ Ընտրությունների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելուց հետո Լելո կուսակցությունը չի բացառում հանրահավաք անցկացնել։ Իշխող կուսակցությունը կոչ է անում իր հակառակորդներին գործել օրենքի սահմաններում։ Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում նախատեսվում է ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված նոր օրենսդրական նախաձեռնություն։ Նախաձեռնությունը վրացական երազանքինն է։ Փոփոխությունների համաձայն դատավճիռ ունեցող պետական ծառայողները, քաղաքական պաշտոնյաները, մասնավոր ձեռնարկություններում իրավաբանական անձանց և պետական ձեռնարկություններում աշխատող անձիկ պարտավոր կլինեն ամեն տարի 30 տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյին ներկայացնել իրենց ակտիվների հայտարարագրերը, անկախ նրանից, թե նրանք աշխատում են պետական ծառայությունում, թե ոչ։ Վրաստանի խորհրդարանը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հոդվածներով նշում է, թե որ պաշտոնական հանցագործությունները կենթարկվեն ակտիվորեն վերահսկման բացահայտված անձանց ակտիվների համար։ Ձերբակալվել է Զուրաբ Զվիադաուրին։ Օլիմպիական չեմպիոնը մեղադրվում է զենքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու մեջ։ Հետաքննությունը սկսվել է 236-րդ հոդվածով։ Զվիադաուրին ձերբակալվել է Թբիլիսիում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Հիշեցնենք, Զվիադաուրին ձերբակալվել է նաև 2021 թվականին դիտավորյալ սպանության համար։ Այդ ժամանակ նա դատարանի կողմից ազատ է արձակվել գրավի դիմաց։ Հզոր Վրաստան Լելո և Գախարյան հանուն Վրաստանի առաջադրել են Սակրեբուլոյի նախագահի և մեծամասնական պատգամավորի թեկնածուներին։ Լելոյի անդամ և ցուցակի առաջին համարը Վաժա Դարչյանը առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Հայրենասերների դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը Ռուսթավիում։ Ռուսթավիում ցուցակի առաջին համարը կլինի Թորնիկե Արևաձեն։ Ելույթ ունեցողները հնչեցրել են նախընտրական ծրագրի հիմնական ուղերձները։ Ծրագիրը նախատեսում է սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել բնակարաններով։
Այսօր մեկնարկվեց «Սովորիր եւ աշխատիր» նախագծի նոր փուլի համար գրանցման առցանց գրանցումը։ Գրանցման վերջին օրը հոկտեմբերի 1-ն է։ Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությունը նախատեսում է մայրաքաղաքում գրանցված քաղաքացիների համար կարճամկետ դասընթացներ, որոնք ապահովում են մասնագիտական վերապատրաստում։ Կրթությունը լիովին անվճար է։ «2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ընտրական վարչությունը էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող ընտրողներին առաջարկում է տարբեր ծառայություններ ադրբեջաներեն եւ հայերեն լեզուներով ընտրություններին հավասար մասնակցելու համար։ Ընտրողների միասնական ցուցակի տվյալները կարող եք ստուգել ԿԸՀ վեբկայքում։ Թարգմանված է քվեարկությանը մասնակցելու համար։ Ընտրողների միասնական ցուցակ։ Ընտրական քվեաթերթիկը եւ դրա լրացման կարգը։ Քվեարկությանը մասնակցության պաստառ։ Ընտրությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ կապի կենտրոնի համարին 251 0051։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ են։